Երեք դուք այստեղ նստած եք, ես ելույթ էի ունենում, վստահ եմ դուք լսել եք եւ իմ հարցադրումներից մեկը վերաբերում էր այս շշերի եւ բազմաթիվ այլ իրերի վրա փակցվող QR կոդերին։ Մեզ լսող մարդկանց ուզում եմ հիշեցնել, որ ուրեմն տեղի ունեցել հետեւյալը 2020 թվականի նոյեմբերի 9-ի պատերազմի ավարտից հետո, բառացիորեն մի քանի օր հետո, ձևավորվում է ազգային օպերատոր, մենաշնորհային կարգով տրվում է մի կազմակերպության, որտեղից պետք է մեր բոլոր տնտեսվարողները ձեռք բերեն այս QR կոդը, արդեն 5 տարի այդ մենաշնորհը գոյություն ունի։ Եվ ընդ որում այդ կազմակերպությունը ղեկավարում է մի անձ, որը դեռևս պաշտոնատար անձ էր պետական եկամուտների կոմիտեում, այսինքն ՊԵԿ ղեկավարի տեղակալ էր, եւ փաստացի հանձնվել է այդ մենաշնորհը մի կազմակերպության եւ այնուհետեւ պաշտոնը լքելուց հետո դարձել է այդ կազմակերպության ղեկավար։ Ես ուզում եմ հասկանալ այս գործի մասով ինչ զարգացումներ կան, եթե չեմ սխալվում, հենց ձեր կառավարման օրոք է, որ այս գործը քննության առարկա է դարձել, ուզում եմ հասկանալ ինչ առաջընթաց ունենք այս մասով։ Շնորհակալություն, Տիկին Գրիգորյան։ Ձեր կողմից նշված դեպքով այո հակակոռուպցիոն կոմիտեում 2025 թվականի ապրիլի 1-ին նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 300 նախին քրեական օրենսգրքի 300 հոդվածի եւ նաեւ ներկա գործող քրեական օրենսգրքի 294 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, այսինքն պաշտոնական լիազորությունների չարաշահման եւ հակամրցակցային գործունեության առերևույթ հանցանքների հատկանիշներով այդ հաղորդումը մենք ստացել ենք Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչությունից եւ հաղորդման կապակցությամբ ամբողջ ծավալով իրականացվում է նախաքննության արդյունքների վերաբերյալ հանրությունը միանշանակ կտեղեկացվի։ Շնորհակալություն։